Շնորհակալություն, Տիկնակ եւ պարոնայք, դուք բոլորը տականատես եք, որ մենք այստեղ շատ հանգիստ աշխատանքային մթնոլորտում հարց ենք քննարկում, հարցեր ենք տալիս, շահագրգիռ քննարկում է եւ հանկարծ անհասկանալիորեն Հանրապետական խմբակցության անդամ պատգամավորը այս այն բանին է մոտենում եւ ելք խմբակցության պատգամավորի հարցին մեկնաբանելով սկսում է էլի այդ բանը Թուրքիա, Ադրբեջան։ Իսկապես հանրապետականներին խորհուրդ եմ տալիս, այդ Թուրքիա, Ադրբեջան տերմինաբանությունը ընդդիմությանը հակազդելու համար չօգտագործեք, որտեղ մի անգամ արել եք ամեն անգամ, երբ որ դուք խոսեք Թուրքիա եւ Ադրբեջանի մասին, ես ձեզ հիշեցնելու եմ, որ դուք միակ իշխանությունն եք, որ զինադադարի հաստատումից հետո Ադրբեջանին տարածքներ եք զիջել։ Այդպես ամեն առիթ անառիթ, այսպես կուրծք մի պատռեք։ Հիմա ինչ կապ ունի խոսքի ազատության հետ։ Մարդը ինչ էր ասում էր հաճախականությունների թիվը ինչի նախկինում ավելի մեծ չի ներկայացվել մրցույթի, որպեսզի հայաստանյան ընկերությունները հնարավորություն ունենան այդ հաճախականություններով հեռարձակվել։ Ինչու է այդ հարցը ծագում, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ եղել է AMEC+ հեռուստաընկերության փակման պատմություն։ Եվ իմ մյուս գործընկերոջ հարցը, որին ուղիղ պատասխան չեղավ, նաև դրա հետ էր կապված։ Ինքը հարցնում էր, արդյոք լրատվական որոշակի անկախություն ունեցող ռադիոկայանները այս օրենսդրության փոփոխության արդյունքում կարող են դուրս մնալ process-ից։ Սրա մասին է խոսքը։ Եվ ես անհասկանալի է բացարձակ ամեն անգամ վեր եք կենում, իբր դուք բանն եք, մենք այդ կուլտուրան նախորդ ազգային ժողովից է եկել։ Չհամարձակվեք մյուս անգամ մեր հարցերին պատասխան հիշեցնել Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հակառակ դեպքում ամեն անգամ կհիշեցնենք 4-օրյա պատերազմը, պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ձախողելու ձեր պատասխանատվությունը եւ ամեն անգամ կհիշեցնենք, որ այդ գործը դեռ այդ հարցը հետաքննված չի պատշաճ մակարդակով եւ անպայման պետքա քննվի, թե ովքեր մասնավորապես Հանրապետական կուսակցության որ բարձրաստիճան ներկայացուցիչները ձախողեցին Հայաստանի Հանրապետության պատշաճ պաշտպանության կազմակերպումը եւ հարյուրավոր զոհեր տվեցին 4-օրյա պատերազմի ընթացքում։ Այնպես որ ասում եմ, կոչ եմ անում, մյուս անգամ չհամարձակվեք մեր խմբակցության եւ մասնավորապես ընդդիմության հարցերին ի պատասխան ինչ որտեղ հայրենասիրական դրոշներ բարձրացնել, ընդհանրապես ասում եմ կոնտեքստից դուրս։ Մանավանդ որ գնում է շատ հանգիստ, հանդարտ աշխատանքային եւ շահագրգիռ քննարկում բուն թեմայի հետ կապված։ Շնորհակալություն։